Սպասվող լրահոս իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել։ Armenpress-ի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը։ Բարև ձեզ, Armenpress պետական լրատվական գործակալությունը լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենը, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում։ Այսօր հունիսի 24-ին Հայաստան է ժամանելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարելու ժամը 15:00-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սրբազան քահանայապետը կուղևորվի Մարիաթոր Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա Պապի Բարի Գալստյան հրաշափառի արարողությունը։ Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնացույց կունենա նախագահի հետ։ Հունիսի 25-ին էլ Սրբազան քահանայապետը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այնտեղից կմեկնի Գյումրի, որտեղ Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում տեղի ունենալու պատարակ։ Նույն օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր եւ հանրության համար ամենաբաց միջոցառումը՝ կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի եւ կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը։ Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է 1987 թվականին, այդ օրը ուժի մեջ է մտել խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան։ Օրվան ընթരാճ Երևանում կանցկացվի քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի քրեական արդարադատության համակարգում խորագրով հանրային քննարկում։ Քննարկմանը հրավիրված են պետական պաշտոնյաներ, ազգային ժողովի падգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ եւ այլք։ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները հանդիպում են պետական գերատեսչությունների պաշտոնյաների հետ։ Հանդիպումն իրականացվում է Վերակառուցման զարգացման Եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ։ Կազմակերպիչները կներկայացնեն փոքր եւ միջին ձեռնարկությունների հարկային դաշտի վերլուծություն, որում ամփոփված է այդ ձեռնարկությունների աճը ըստ 2013-2015 թվականների վերջինների աշխարհագրական բաշխում նստ մարզերի, ինչպես նաեւ վճարված հարկերը եւ գեներացված շրջանառությունները։ Հունիսի 24-ից 25-ը կանցկացվի երիտասարդ գիտնականների համընդհանուր խաղաղության տեղական արմատները խորագրով միջազգային կոնֆերանս։ Կոնֆերանսի հիմնական թեման է տարածաշրջանի եւ համաշխարհային խաղաղությունը։ Ողջույնի խոսքով հանդես կգա կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ ելույթ կունենա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անդոնի Սվիտալսկին։ Այսօր լրագրողների հետ կհանդիպի Իսրայելի հասարակական գործիչ Ալեքսանդր Ռաբինովիչը։ Նա խոսելու է Գերմանիայում ստեղծվելիք ցեղասպանությունների կոմիտեի վերաբերյալ։ Կներկայացվի նաև Իսրայելում գտնվող միջազգային ռեյտինգային կենտրոնի գործունեությունը, Հայաստանի մշակութային ժառանգությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու առումով։ Ահազանգում են Գնդեվազի բնակիչները։ Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին անմխիթար վիճակում է, պատերը փլուզվում են, որմնանկարները ջնջվում։ Ինչու է եկեղեցին հայտնվել այս վիճակում եւ ինչ է պետք անել այն փրկելու համար։ Թեմային անդրադառնալու են Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը եւ Գնդեվազ գյուղի բնակչուհի Մարիաննա Արշակյանը։ Այս եւ այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքեջում եւ լսել լրատվական ռադիոյի եթերում։ Հետևեք մեզ Twitter-ում եւ Facebook-ում։ Դուք լսեցիք սպասվող լրահոսը, իրադարձություններից առաջ ընկնելով ներկայացրեց Armenpress լրատվական գործակալության թղթակից Աննա Գզիրյանը։ Armenpress իրադարձությունից քայլ առաջ 1918 թվականից։